Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, շատ սպասեցիք, մտանք սուրճ խմելու, չգիտեի, որ ստեղ հավաքված եք, բարև ձեզ, լավ եք, լավ եք, բարև, սպասի կամուրջը նայենք նոր կնկարվենք, բարև, լավ եք, Շատ լավ ենք շնորհակալություն։ ինչ խոսք ասում ասել, ինչ ասում ասել։ Չեմ, շատ շնորհակալ եմ, որ կամուրջնել եք սարքել։ Սպասի նայենք, հելա սպասի նայենք, տենանք ոնց եք սարքում։ Ֆուտբոլի դաշտ եք սարքեն։ Շնորհակալություն մեր գյուղի համար որ կատարած այդ հայրենանվեր աշխատանքի։ Ես ոչ ստանում։ Ուրախ։ Հետո ինքնություն ենք արել։ Մեր գյուղի համար որ այսքան եք արել, ես պատկերացրել եմ հանրապետության համար ինչքան եք։ Իրենց որ արխեի։ Շատ լավ, եղբայր։ Սիրելի բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք Խաշթառակ գյուղի խաչմերուկում, մայրուղուց, ուրեմն 2024-ի ջրհեղեղի ժամանակ Խաշթառակի կամուրջը փլուզվել էր, բարև ձեզ, խորհրդային հին կամուրջ էր, մի հատ հիմա ընդհանուր ցույց տվեք այս կամուրջի երկու թևերը, ցույց տվեք, Խաշթառակի կամուրջը փլուզվել էր և շատ մեծ դժվարությամբ, խորհրդային միության որ թվի կամուրջ էր երևի, 89 թվի վատ վիճակում գտնվող կամուրջ էր, ու հետո մեծ դժվարություններով այն ներքևը այն կամուրջը սարքեցինք, մի կերպ, սկզբից 3 բանով էր, հետո քշեց էլի տարավ, չէ, պարոն մարզպետ, սկզբից 3 բանով էր, 4 հատով սարքվեց, հետո քշեց տարավ, բայց հետո երբ որ այս բանը տեսանք, աղթալայում այս լուծումը տեսանք, հետո հասկացանք, որ սա այս լուծումը, որը նաև իդեպ հախումի կամրջում էլ դուք տեսաք, լուծումա, որ բոլոր տեղերում մեր խնդիրը կլուծի։ Հիմա եթե նայեք կամրջի բարձրությունը, ստեղ բացառված է, էլի, ես իմիջ ջրհեղեղ չկա տեն ջրհեղեղ, որ այս կամրջին կարա վնասի, բայց հիմա Խաշթառակ գյուղը ունի երկու կողմանի շատ մեծ անցունակությամբ կամուրջ, հուսալի, որը իմիջայլոց բանա մի թռիչքով է, այսինքն գետի մեջ չունի ինքը հենման կետ, նախորդ կամուրջի պրոբլեմն էր, որ գետի մեջ հենման կետ ուներ և ջուրը հավաքել էր ծառ, մառ, քար և այլը տվել բան էր արել, ավիրել էր, եկեք մի քիչ հետ գնանք, որ սենց երևա կամուրջը, այ հիմա սենց վիճակ է, ընդհանրապես խնդիր չկա, դուք հիշում եք, որ այս ժամանակին թե աղթալայի, թե Խաշթառակի համար ասում էի, որ մենք գեղագիտական բարձր արժեքի կամուրջ նախագծենք, ու հիմա էլ այդ մտադրությունը կա, բայց ճիշտ ասած այս կամուրջները այնքան դուրս գալիս են, որովհետև իրանք տենց մետաղի բան են ու ներգրվում են ընդհանուր առմամբ, նրա շուրջ էլ կմտածենք, գուցե թե ուրիշ, հիմա այս կամուրջը ընդհանրապես հուսալի է, ճիշտ է ինքը ընդունված անվաներ ժամանակավոր կամուրջ, 80 տարի երաշխիքով, հիմա ընդ որ լավ ժամանակ ունենք մտածելու, ընդ որում հետիոտնային մայթով և այլն և այսպես շարունակ, Խաշթառակում էլ ինչ ունենք անելու, երեխեք արդեն պարզ է ֆուտբոլի և բասկետբոլի դաշտը բոլոր տեղերը ուզում են, դրա համար էլ երեխեքի հետ շփումների արդյունքում նախընտրական ծրագրում այդ 100 դաշտի հարցը ավելացրինք, նորոգված է, երբ ենք նորոգ է։ Նոր ենք ավարտի Այս անգամ այդ ծրագրում ենք, քան կետ կա, ես մենակ հիմա հիշողությունով, որ մտածում եմ ինչքան կետ ունենք, Խաշթառակում։ Փաստորեն մեր հարգելի եղբայրը ճիշտ էր ասում, որ գյուղում գործ ենք արել ահագին, որովհետև շատ լավ։ Այդում հիմա կամուրջ նախագծում ենք N6-ի հետ։ Լնայեք, շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, իրոք
տեսքն էլ է լավ է, էլի կամ իրոք հոյա լուսավորեք ընդհանրապես խնդիր չի լինի։ Ցույց տվեցիք, բայց ինձ տես շատ են տեսել մարդիկ, դուք կամուրջը ցույց տվեք։ Հա? Okay։ Այսենց։ Բարձրությունը ցույց տվի, Դավիթ, ինչքան է բարձր։ Չէ, նկատի ունեմ, որ կամուրջը, այսինքն բան չունի։ Ափերը պինդ եղավ, պետք է ափերը փոկի տանի, որ կամուրջի հետ կապված խնդիր լինի։ Հա? 42 մետր ախորից երկար է, իսկ աղթալայից մոտավորապես 3 ու բեռնա տարողության խնդիր էլ չունի, ցանկացած բեռնատար կարա։ Ճանապարհին թույլատրված, չթույլատրված ցանկացած բեռնատար։ Խոյակապ գործ կարճ ասած, էս էլա ճշգրիտ, ոնց որ ես պատկերացնում եմ այս նախագծի իրականացումը ճշգրիտ իրագործված է։ Շնորհակալ եմ։ Իմիջայլոց ասեմ, որ երբ որ եթերը ընդհատվեց, մենք ճանապարհին մտանք սուրճ խմելու, ես գործընկերներին ասացի, որ եւ թթուջուր նավուրը եւ գանձակարի իծակարը հոյակապ ստացվե։ Ուղղակի, չգիտեմ, այդ եթերում ասացի թե չէ։ Բանում թթուջուր նավուրում էլի Արթուրասար կոչվող գյուղի հատվածում էլի մարդիկ sense բռնեք կտրել են, հետո ասֆալտ են արել, չգիտեմ ինչ։ Հիմա իմ մեծագույն խնդիրն են, որ այդ ճանապարհի քայքայումը հաստատ տեղից է սկսելու։ Մի հատ նայենք, տենանք ինչ կարանք անենք, էլի։ Պետական մյուս ծրագրով վտեղով ենթակառուցվածք են հասկացել դրա համար։ Այսինքն մարդիկ մենք ենք պետական ծրագրով ենք, բայց հետո գոնե վերականգնեն կնեն, որ հարցություն հա, էլի, որովհետև այդ կարևոր բան է։ Դե շնորհավոր, ուրախության օգտագործեք։ Ծնունդի, կնունքի։ Հաջան։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ես հիմա ասեմ, էլի հիմա անենց մեծ տեմպի մեջ ենք եւ հիմա եւ էլեկտրոնային եւ թղթի իմ կողմից ստանձան բոլոր նամակները կարդամ, բայց ուզում եմ խոստովանեմ, որ էլ չեմ կարում, որովհետեւ ժամանակս չի երիքում, հիմնականում օգնականների միջոցով եմ նամակների շուրջ Միայն 50 տարվա մանկավարժ եմ, հարգեք իմ վաստակը, 50 տարվա գոնե իմ նամակը միայն ընթերցեք, անչափ շնորհակալ ենք ձեզ։ Պարոն Փաշինյան, այո ես ուզում եմ օգտվել այս պահից եւ իմ շնորհակալությունն ասել ձեզ։ Ես հատուկ եկել եմ Բելգիայից, ձեզ աջակցելու, անվերապահ ձեր աջակիցն եմ ես, ծննդով աչաջրից, ապրում եմ տունս խաշտարակում եմ, բայց ընտանիքով Բելգիայում ենք։ Ես ինձ համար դուք շատ ժողովրդասեր։ Բոլորիս համար ես իմ կողմից եմ ասում, ժողովրդասեր։ Տիկին հիմա ապարան գնում ենք, դուք ընդեղ եք, իջևան եմ գալի, հիմա ով որ նայի ասելու են, այս մարդկանց իրանց հետ տանում են ավտոբուսով, որ Արդարամիտ, արդարադատ, յուրահատուկ խարիզմայով օգտված շնորհակալ եմ։ բոլորի համար ղեկավար եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այս վերափոխումների համար, այս բարեկարգումների համար Հայաստան աշխարհի եւ մասնավորապես Խաշտարակի առանց ակնկալիքների ես ձեզ ցանկանում եմ նորանոր վերելքներ, հաղթանակներ, բարձունքներ, որպեսզի Հիշում եք ժողովուրդ հեղափոխությունից իրանց հիշում եք, որպեսզի ձեր եղբայրը ոնց է ազատված է, ամեն ինչ նորմալ, ամեն ինչ լավ, որպեսզի հայրենիք կանչող ձայնը ավելի բարձր հնչի Եվ ես ակամա հիշեցի Արագեղեցիկի խոսքը, որքան էլ օտար ջրերը խոստանան անմահություն, հայրենիս աղբյուրի ջրերն ենք հաղթրահամ, այնպես որ իմ սիրտը այստեղ ներդրում է, հույս ունեք մշտական կվերադառնա, քաղաքացիություն ունեք Հայաստանում, ընտրությունների մասնակցելու, շնորհակալ եմ շատ, ընտրությունը միանշանակ Նիկոլ Փաշինյան, շնորհակալ եմ, նա եղբայր, քարտեզից կուզեի իմ շրջապատի մարդկանց համար էլ չգիտեմ որտեղ կարող են, մի քանի խնդրեմ, շնորհակալություն։ Մեզ ոչ մեկ չեն ուղարկել։ Մենք սկզբանե եղել ենք միջև վերջը շնորհակալ եմ, չնայած ձեր բարձրացած հարցը ես չլուծեցի, բայց դուք տենց հավատարիմ շարունակում եք ուր գնամ, ես դա բարձր եմ գնահատում, ես ես Անչափ շնորհակալ Ես եմ շնորհակալ։ Լավ եղեք Ժորժ ջան, դե ուրախությամբ, չնայած լուսանկարվենք, չնայած Խաշտարակում էլի բաներ կար նայելու,
Բայց ժամանակի խնդրում ենք, փաստորեն ճիշտ հասկացամ, մանկապարտեզ, ջրագիծ, էլ ինչ կար։ Էլ չեմ ասում խաշտարակում են տնամերձ հողամասերի ծրագիրը կար, հա, իհարկե եղբայր։ Հետ էլ նկարեք։ Նկարեք։ Սուչից տղայի հետ նկարում են։ Մրգաշեն եմ ձեր հետ չեմ նկարվել, ես հատեր ես ձեզ հետ նկարվել։ Հաճույքով եղբայր։ Բայց դուք որտեղից եք։ Աչաջրից։ Հա, Մրգաշենի դպրոցի հայաթ եմ։ Հա, լավ հիշեցի, բայց դուք այնտեղ չէիք ապրում։ Ունդեղ եմ ապրում։ Երկու քուրսս ստեղ են ամուսնացած։ Քրոջս ներքը պաշտպան Հայրյանյանց են։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Պարոն Փաշինյան, երեխուն էլ այդ բանը ստանք։ Քարտ ես տվեք, են։ Հա։ Դեր, այսպես։ Շատ լավ։ Ես էլ նամակ Ձեր հավատալի։ շատ լավ։ Եկեք, երեխեք ջան, մի քանի հոգի արագ նկարվեն ու գնանք, հա, որովհետև սպասում են մարդիկ ուրիշ տեղեր են։ Կներեք, ձեզ մի քիչ սպասեցրինք։ Ահա, այս կուրտկետ հաստատ չեմ կարող։ Էլենին, հա, իհարկե, ահա, Էլեն ջան, բեր ես փակցնեմ իմ ձեռքով։ Շատ լավ։ Հա, իհարկե։ Ո՞վ է նկարում բա։ Եղավ, շնորհակալ եմ շատ, գնացինք։ Արագ արա։ Գնացինք, շնորհակալ եմ։ Ուրախ եմ եղբայր, նկարում ենք։ Ո՞վ է նկարում բա։ Ասեք եղբայր։ Մեր կուլտուրայի տունը եւ լեքին ջուրը քաշել է։ Լեքին ջուրը քաշել է, բայց 14 կիլոմետրանոց ջրագիծում է։ 67 Ջրերի հարցերը, հա, գիտենք բոլոր հարցերը։ Լուծելու ենք, հերթով լուծելու ենք բոլոր հարցերը։ Մի հատ մեր ընկերներս հետ ձեր հետ նկարեմ։ Համեցեք, զգուշ։ կուլտուրայի տունը չմոռանանք։ Չենք մոռանա։ Գնացինք, Ժողովուրդ ջան, հաջողություն, երեխեք ջան, պակա, գնացինք։ Շնորհակալ եմ, Ժողովուրդ ջան, լավ եղեք, գնացինք։ Եղբայր առայժմ։